Արթնացավ, երբ վերջին կաթիլը հոսեց, երբ ողբերգությունն ավելի ամբողջական դարձավ, արթնացավ, բայց ավելի լավ էր քնած մնար։ Արթնացավ, որովհետև Հյուսիսի եղբայրն արդեն արթնացել էր, արդեն թույլ էր տվել, որ խոսի։ Գոնե ասելիք ունենար, կմկմաց, որ ես դեռ սուկ անելու կարիք չունեմ, բայց ախր ես իրեն չէի խնդրել, որ ինձ թույլ տա կամ չտա։ Ես իմ անելիքը արեցի։ Ու իրենից հետո իր նմանները սկսեցին սքի մասին իրենց տեսություններն առաջարկել։ Կլինի չխոսեք, երբ խոսում եք, ես ավելի լավ եմ պատկերացնում ձեր ուղեղի չափն ու պարունակությունը։ Իսկ ամենատղամարդը վերջապես ինձ բացատրեց, թե ինչ է նշանակում տղամարդկության իր վարկածը։ Նշանակում է օդի մեջ կրակել, հետո փորձել տակից դուրս գալ։ Ներկայացուցիչներից հավաքել ու էլի սիրուն ու բարդ բառեր էր ասում, բայց իզուր, էլ հավատացող չկա, մանավանդ որ խոստովանեց, որ ինքն ու իր նման ծառաները իրենց գործը լավ չեն կատարել, ավելի ճիշտ, ընդհանրապես չեն կատարել։ Իսկ ագրեսիվ հարևանն արդեն չափերն անցել է, ինչ սկսել եմ տարին ինձ անընդհատ իր մասին է հիշեցնում, իսկ ես կորցնում եմ կռվող մասնիկներից։ Ախր ինչ ես ուզում, երբ պիտի աշտվես իրավիճակի հետ, երբ պիտի հասկանաս, որ կրակելով բան դուրս չի գա, որ ես դժվար թե անձնվեմ, որ խաղաղությունը երկուսիս հետ ձեռնտու է։ Դու ավելի լավ է քո ներքին հարցերի մասին մտածի։ Իսկ մյուս հարևանների գլխավոր ծառան էլի սրտաճմլիկ նամակ է ինձ գրել։ Ասում է արի մեզ մոտ գլուխ գլխի տանք ու շրջանցենք անցյալի ցավերը։ Փաստորեն մինչև հիմա չի հասկացել, որ անցյալի ցավերը շրջանցել չի լինի։ Դրանց պետք է առերեսվել, ճանաչել ու չմոռանալ։ Համաձայն եմ, անընդհատ իրար հայհոյել չի լինի, բայց գոնե մի քիչ պիտի սկսի պատկերացնել, թե իմ ուզածն ինչ է ինձ առաջարկ անելուց առաջ։ Նույն հարևանների իմ ուզածը հասկացող մասնիկները 8-րդ անգամ դուրս եկան փողոց ու գոռացին, որ իրենք բոլորը ինձ նման են, որ իրենք դեռ արդարություն են պահանջում ինձ ու իրենց մասնիկի համար, որ ժամանակը 100 տարի է ինչ կանգ է առել, ու անցյալի սխալները շարունակում են կրկնվել, որ իրենց ու բոլորի ազատ խոսքը այլընտրանք չունի։